Բարի երեկո, սերը ժողովուրդ կամ միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս։ Ինչպես է խոստացել ենք, այսօրվա մեր հաղորդումը իր բնույթով տարբերվում է մյուս հաղորդումներից, նախ նրա համար, որովհետև մենք հիմա ստուդիայում չենք և այսօրվա հաղորդումը ինքը առանց ավազ, մաբազ և այլն, ուղղակի որպես, այսպես ասած, լայվ, որը որ կփորձի շարունակել լույս սփռել Հայաստանի Հանրապետության ներկա և նախկին կոչված պետական դավաճանների գործունեության վրա։ Մինչ դրանց անցնելը ես ուզում եմ շատ կարճ, մի երկու կարևորագույն թեմա շոշափել, որը հետ կապված Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների մոտ քար լռություն է։ Ուրեմն խոսքը վերաբերվում է Եղվարդում ընթացող ընտանիքների միջև կոնֆլիկտին, որը որ վերահասվել կարելի ասել համաշխարհային պատերազմի Եղվարդի մասշտաբով։ Ուրեմն մի քանի օր առաջ Եղվարդի սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել բավականին լուրջ ծեծուջարդ։ Նախկին կգբ-շնիկ Այսերի տղեն և նույն ինքը Այսերը ունեցել են կոնֆլիկտ նախկին գայիշնիկ Արմանի կամ հիմա արդեն Պարեկ և դրա այդ Արմանի հորեղբոր Գերոյի և հորեղբոր տղու և դրանց ամբողջ գերդաստանի հետ։ Կոնֆլիկտը ծեծուջարդը տևել է մոտ 1 ժամ Եղվարդի սուպերմարկետի հենց դեմը, հայհոյանքի պատճառով, հագել են իրար, Վահե Ղազարյան։ Կոնֆլիկտին մասնակցել են տասնյակ քաղաքացիներ, 40, 50, 60, ամեն մեկը մի թիվ ասում։ Ծեծուջարդի ժամանակ եղել են դանակահարություններ, ջարդվածքներ, փակ և բաց կոտրվածքներ, գանգուղեղի տրավմաներ և այլն։ Դրանից հետո սուպերմարկետի դեմը տեղի ունեցած կոնֆլիկտից հետո հաղթել են, այսպես ասած, գայիշնիկ Արմանի կողմնակիցները, որից հետո կգբ-շնիկ Այսերը ու իա տղեն իրանց թայֆով գնացել են գայիշնիկ Արմանի հարազատների տուն, մտել են տուն, ծեծել են մարդկանց, դանակահարվել են աջ ու ձախ, ով ումա դանկի դրա մասին մենք տեղեկություն չունենք։ Այս պահի դրությամբ շատ մեծ է վենդետայի շարունակության վտանգը, կալանավորված անձինք չկան, միանգամից ասեմ, լրատվամիջոցները դրա մասին չեն գրում, ոստիկանությունը դրա մասին հաղորդում չի տարածում, այսինքն կար լռություն։ Մեզ հիմա փոխանցել են, որ երկու կողմներն են ակտիվ փնտրտուքի մեջ են զենք զինամթերք ճարելու, հավաքելու և արդեն զենք զինամթերքով անցնել իրար գյուլել, մորթել, թափել։ Հետաքրքիր է, այդքան շատ են սիրում զենք, այդքան շատ են սիրում կռվել, բայց 44 օրյայի ժամանակ կամ պատերազմի ժամանակ այս մարդիկ անհետանում են։ Սա որպես հաղորդում ոստիկանության համար։ Այստեղ մենք մի հատ էլ բան ունենք, այսպես ասած, թեմա ես փոխանցեմ և անցնեմ մեր բուն հաղորդմանը։ Մեզ ուրեմն անընդհատ գալիս են բողոքներ, գանգատներ այս հեղեղումներից, անձրևած ջրերից և այլն, դուք տեսաք Երևանի քաղաքապետ Բոզիտողու Սիսի պահվածքը ես խնդրեմ եմ, սիրելի երևանցիներ, ձեր ընտրած բանն է, Սիսին է, ձեր ընտրած Վազգենի քուրն է, և այդ երկուսով այսօր բացի Ալան Թալանից ոչ մի բանով չեն զբաղվում, են շավը բոզի տղեն էլ իրա հերթին, հիմա չգիտենք, ասում են եկել է, հետ է եկել, տարա փողերը դիզեց հետ եկավ, հիմա այստեղ առաջանում է հարց պարոն Աբազյանին, պարոն Աբազյան, որևիցե մեկը կամ ինքեր ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան, ինձ կարող են բացատրել օպերատիվ պետհամարանիշները ինչ ոռ են տալի Երևանի քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի մեքենայի վրա։ Նիկոլը Կայնը ասում է փոխտու քշի, փոխտու քշի եւ այլն, կողից մեկը չի ասում այդ ընդդիմադիր նստած բոզի տղեկից։ Այ աղբի տղա, քո սախ
վերնախավը, պաշտոնյաները, չինովնիկները եւ այլն, օպերատիվ բիզնեսմենները, օպերատիվ համարները խփած իրենց մեքենաների վրա են, նարուշիլովկեկը ջեբները դրած, ոնց ուզում քշում են, ինչ ձև ուզում քշում են։ Եթե որևիցե մի պոռնիկի ծնունդ կարա կայնի ասի, որ օրինակ ինգեջ բաննա, ոստիկանապետնա եւ ՄՎԴ-ի մինիստրնա հայտարարան, որ իրանք ապօրինի վարորում բանը փողով նարուշիլովկա չեն ծախես, ուզում եմ հարց տամ։ Երևանի քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Բոզի ծնունդը ինչ իրավունք ունի երթևեկելու օպերատիվ համարներով։ Հարց. ով է ինքը։ Քաղաքի օպերգծով տեղակալն է, 7-ի աշխատողը, ով է, դաժե բանակ չի ծառայե Բոզի տղեն, Արամ Հովանեսյան։ Ես այդ համարները դրեցի 15 օր, 20 օր սպասեցի, ասեցի բալքեմ կեթան, բոլտ ու գայքով կքանդեն այդ վրի համարները։ Ոչ մի բան։ Հիմա որ ես դնեմ ՄՎԴ-ին ծծցնեմ, ՄՎԴ-ն նորից խառնվելու է դիար, ասի մենք մեղավոր չենք։ Արամ Հովանեսյան համարներն ով է տվել։ Օպերատիվ համարները այդ բանակ չծառայած Բոզի տղուն ով է տվել։ Շիզոֆրենիկ ղախպի տղաները կայնում է բեմի վրա, երբ դու քշի, դու փողը դու քշի եւ այլն։ Ու նորից եմ ասում, մեկը կողից չի ասում ղախպի տղա, սաղ քո թայֆ է, երթևեկումը օպերատիվ համարներով։ Ոչ տուգանվում են, ոչ կայնացվում են, կայնացնելուց էլ հանում են նարուշիլովկեն չպստում են պարեկի քիթուբենի, հələ մեթում են։ Ով է տուգանվում։ Հասարակ ժողովուրդը։ Հասարակ ժողովուրդը։ Դες միրոպես ուղղակի ուզում են ինֆորմացիան որը կա տամ։ Եվ ասենք մեր բուն թեմային ախր ես գիտեմ, որ կա մի բան։ Ուրեմն քիչ առաջ մեր Telegram կանալներում հայտնվեց տեսանյութ Ադրբեջանի զինված ուժերի զորավարժանքներից։ Ես անգամ գրեցի բանը ստատուս տակը տեղադրեցի հատուկ անգրագետ մարդկանց համար կամ կանանց համար կամ այն մարդկանց համար, որոնք բանակ չեն ծառայել կամ լի կտես բնկամեր, որոնք գաղափար չունեն բանակից եւ տեխնիկայից։ Մի հատ խնդրում եմ նորից մտեք Վարդան Ղուկասյանի Telegram կանալները եւ նայեք ադրբեջանական տեխնիկայի որակը, մաքրությունը, թարմությունը, տեսքը եւ Ադրբեջանի զորավարժանքների ժամանակ օգտագործվող սնարյադների, հրթիռների, արկերի քանակը։ Մարդը իրականում անում է զորավարժություններ։ Ում դեմ են այդ զորավարժանքները։ Մեր։ Իսկ ինչ է անում արել Հայաստանի Հանրապետությունը 44 օրյա պատերազմից հետո։ Հարց տվեք ինքներդ ձեզ, մենք նման զորավարժանք ունեցել ենք, մենք նման թարմության, տեխնիկա, թարմ վիճակում, սարքին վիճակում, տեխնիկապես հագեցված վիճակում ունենք, թե չունենք, իհարկե չունենք։ Փոխարենը ազգաբնակչության մի մասը պաշտոն Նիկոլ, չհասկանալով որ վաղ այդ սնարյադները գալու են մտնեն հիատում, մյուս մասը ռոբասերժական բան կլանի Բոզի տղեկն են, որոնք որ ասում են Սերժի ժամանակ sense բան կար, բանը նախկիների ժամանակ մենք հաղթանակած բանակ ունեինք, մենք այսօր ընդհանրեն րոպեներ անց խոսենք նաև այդ հաղթանակած բանակում տեղի ունեցած Ալան Թալանի մասին, որպեսզի Facebook-ում ես մեկ-մեկ տենում եմ հին կադրեր, Մարտունու երկրորդ պաշտպանական, չգիտեմ, 4-րդ, 7-րդ եւ այլն, որտեղ ասում են այս նախկինների բանակն եմ ուզում։ Մենք ապրել ենք էյֆորիայի մեջ։ Եվ փոխարենը Հայաստանի Հանրապետությունը իրականացի կզինվի, իրականացնի զորավարժանքներ եւ այլն, փոխարենը Հայաստանի Հանրապետօրինակ, ինչով են զբաղված, այդ մեքենաներ, պրադոներ, աննաբոլեյնը հակնի, զուգվի, զարտարվի, այդ երրորդ ագարտկեն, գնաստեղ, գնանդեղ, իմ քայլը հիմնադրամ, բանը փոխարենը նաև զինվելու հետ կապված եկեք ես մի հատ փաստաթուղթ տեղադրեմ, որ որևիցե մի
Ղախպի տղա նորից չլնի, չասի, վայ, տեսեք, սուտա, էսա, էնա, խափմա, մուտիտա անեմ, այտենց բան չկա։ Մի րոպե մտնենք մեր Telegram կանալը, փաստաթուղթը տեղադրենք եւ ձեզ հրավիրենք մեր Telegram կանալ դիտելու։ Դա կգրեմ разведка, թող թուրքերն էլ տենան, разведка, խմիչք, կոնյակ։ Երկու տող, ընտրեմ։ Հայաստանի Հանրապետության հետախուզական ծառայությունը разведկեն փոխանակ զբաղվի, այսինքն ոնց կարա զբաղվի, եթե разведկեն ղեկավարումա մի հատ դլո PCR տեստ, առնմա разведկեն կոնյակ, ու իա հաշվին առած կոնյակներ, այսինքն պետության հաշվին ձեռքաբերեմ կոնյակ եւ առաքամա Նիկոլ Փաշինյանին։ Այդ թե ինչով է զբաղված, կտրեմ։ Սա ձեզ բանը փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայություն ձեռքաբերել կոնյակնի դվին, մվին, Արարատ 30 շիշ 623,000 դրամի 1, 435,000 դրամի 1, գրուկ, պեչատուկ, տեղադրուկ, խնդրեմ, մտեք Telegram կանալ նայեք։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ուժային կառույցները, ինչպիսին օրինակ արտաքին հետախուզության վարչությունն է, փոխանակ ձեռբերի ժուճոկ, մուճոկ, չգիտեմ ինչ գրող ու սև ցավեր եւ այլն, եթե իհարկե կան իրաց ուղեղը հասնումա, ագենտուրայի վրա փողը դուրս գրի եւ այլն, միլիոնից ավել գումար դուրս է գրել 30 շիշ կոնյակ ձեռքաբերել ու միանգամից այնքան անասուն է, որ համ ձեռքաբերի, համ միանգամից իա հաշվետվությամբ առաքելա կառավարության թիվ 1 մասնաշենք։ Իսկ ով անստած կառավարության թիվ 1 մասնաշենքում ալկոգոլիկ բողզի տղա Նիկոլ Փաշինյան։ Ահա թե ինչով է զբաղվում ձեր կառավարությունը, սիրելի ժողովուրդ, ու մեկ ձեր ձայները տվե Վազգենի քուր եւ այլն, խնդրեմ, ինչի փոխարեն զբաղված են ինչով։ Դրա համար էլ Ադրբեջանը շարունակում է հողորտալ եւ օրեցօր ամեն օր, ամեն վայրկյան մեծանում է վտանգը Ադրբեջանի հավանական հարձակման վրա սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ողջ երկայնքով, այսինքն շփման գծով։ Դուք տես նստեք, գնացեք օբյեկտներ, տժացեք, դլո, մլո եւ այլն։ Իսկ հիմա մենք անցնենք մեր Արցախի թեմաներին եւ բացահայտումներին, ցանկանում եմ հեռուստաէկրանների մոտ հրավիրել նամանավանդ բոլոր զոհված զինծառայողների, հարազատներին եւ բարեկամներին։ Ես երկար էի մտածում այս թեման խոսել թե չխոսել, բայց որոշել եմ խոսել։ Մինչ անցնելը դրան, եկեք հեռվից գանք։ Ուրեմն ուրբաթ օրը ես տարածեցի տեղեկատվություն, տեղադրելով եւ վիդեոտեսանյութ եւ թուղթութանակ, որ Արցախի Հանրապետության վերնախավը, նախկինները եւ ներկաները զբաղվել են պետական դավաճանությամբ եւ դավադրությամբ։ Միտեղ մարդիկ զոհվել են, մյուստեղը արել են առևտուր։ Երկուշաբթի օրվանից հետո մինչև այսօր Հայաստանի Հանրապետության ոչ մի լրատվամիջոց, ոչ մի լրագրող միկրոֆոնը չվեկալավ, չգնաց Արշավիր Ղարամանյանի հետևից, ինչեր են մարդու անունը, Ղարաբաղի պաշտպանական բանակի Ջալալի հետևից, Գասպարյան Օնիկի հետևից, Նիկոլ Փաշինյանի եւ մնացածների հետևից ասել մի հատ ընդամենը մի հատ պարզ հարցի պատասխան տվեք։ Ուրիշ բան չենք ուզում։ Մեռնի Վարդան Ղուկասյան։ Այս տեսանյութը ձեր կողմից նկարահանած բունկերից, այս դուք ինչի հակառակորդին, որը որ 8000 զորքով կուտակվել էր X կվադրատի վրա, դուք չեք խփել։ Մի հատ խնդրում եմ դրա բացատրությունը տվեք։ 48 ժամ։ Եթե դուք այդտեղ գցում էիք մի հատ գրադ մեքենա, պատերազմի ընթացքը փոխվում էր, Շուշի չէին մտնում, մենք չէինք պարտվում, Ալիևը միանգամից ռազմական գործողությունները դադարեցնելու էր, ինչ չեք արել։ Ոչ մեկ չգնաց, չհարցրեց։ Ոչ մեկ միկրոֆոնը չվեկալավ, են TV5, MIV5, DSD եւ այլն, հա,
նիկոլական բաներ չվի, կանը չգնացին ասեն Արշավի Ղարամյան, էսի քո փեսու ստորագրությունը, էսի ռասները, էսի ադրբեջանցիք, էսի փաստաթուղթը, էսի քո հեկը։ Իսկ ինչ ես արել բոզի տղա։ Մարդ չգնաց դրա հետևից։ Դուք ես ուզում եմ որ դուք դա ֆիքսեք։ Նամանավան ֆիքսեն նրանք, ովքեր որ Վարդան Ղուկասյանի միսը ծամում ու տենց էլ չեն ծամում։ Ուրեմն ինչ է մեզ հայտնի դարձել։ Հիմա որոշակի թեմաներ նոր։ Ուրեմն ազատագրված բերի հողերը Ադրբեջանի ազատագրած, երբ որ մենք 90-ական թվականներին Վազգեն Սարգսյանի, Մանվելի, Մոնթեի մյուսների շնորհիվ ազատագրեցինք այդ հողերը, այդ բերի հողերը հոկտեմբերի 27-ից հետո նամանավան որ Վազգենն էլ եղավ Բիզիմդիր եւ այլն, ամբողջությամբ Ղարաբաղյան կլանը զավթում է, հասարակ գյուղացների ձեռից վերցնում են, սկսում են իրենց դնել ֆեոդալների տեղ ու սկսում են մշակել այդ հողերը։ Պետական միջոցներով գնում են գյուղ տեխնիկա Արցախի հանրապետության, այսինքն ասելով Արցախի հանրապետության պետական միջոցներ, պետք է հասկանալ Հայաստանի հանրապետության պետական միջոցներով, Արցախի օլիգարխիան 90-ական թվականներից գնում է գյուղ տեխնիկա եւ սկսում է օգտագործել իր անձնական կարիքների համար, են որ ասում են Սերժի ժամանակ, Ռոբիկի ժամանակ։ Դիզ վառելիքը ամբողջովին անվճար, այսինքն մենք որ ստեղից Հայաստանի հանրապետությունը տասնամյակներ շարունակ ուղարկել է դիզ վառելիք Արցախ բանակի համար, այդ վառելիքի հալալ 30-40%-ը գնացել եւ օգտագործվել է մեր ֆեոդալ Արցախի ղեկավար կազմի գյուղ տեխնիկայի համար, դաժե վառելիքին փող չեն տվել։ Օրինակ նորից բերենք Արշավիր Ղարամանյան, Բոզի տղեն Ղարամյան, ամբողջ Տիգրանակերտի հողերը 3000 հեկտար հողատարածություն, եղել է Արշավիր Ղարամյանի սեփականությունը, այսպես ասած։ Ցորենը 80 դրամով, այսինքն ինքը կարող հանգիստ վաճառել 80 դրամով, իա ցորենը ինքը վաճառել է գյուղացիների վրա, հողից ստացած ցորենը 250 դրամով եւ ասել է սա Կրասնոդարի բարձրորակ ցորեն է։ Այն որ Նիկոլ Բոզի տղենյա ելույթն ժամանակ ասում է սերմած ու գողացող մագների պես, այ հենց սա ի նկատի ունի, բայց չգիտես քիչ սրա մասին չի բարձրաձայնում ղախպի տղեն։ 200 տոննա օգնություն եկած ցորենը Հայաստանի Հանրապետությունից, որ ուղարկվել է Արցախ, մարդը վեկալել է, ցանել է իր հողերի մեջ, եկած բերքը 250 դրամով վաճառել է Ղարաբաղի ժողովրդի վրա։ Ուրեմն 4-օրյա քառօրյա պատերազմից հետո իմիջիալոց այսօր ես ուզում եմ նախ էքսկլյուզիվ կերպով անդրադառնալ նաև Վլադիմիր Գասպարյանին։ Ես հուսով եմ ինքը հիմա ինձ անպայման լսում է, իսկ եթե չի լսում mən հաստատ կլսի, դրական բան պիտի ասեմ իր մասին, դրական, հետաքրքիր է։ Ուրեմն խնդրում եմ ուշադիր լսեք։ Քառօրյա պատերազմից հետո երբ որ եղավ ապրիլի բանը պատերազմները, ընկեր Ղարամյան Բոզի տղեն, բնականաբար Արցախի ՊԲ հրամանատարության հետ մեկտեղ որոշում են թարմացնել զորքի կրավատները, այն երկթե կրավատները։ Էստեզե գոյություն ունի, Արշավիր Ղարամյանը իր սեփական զավոդով, իր սեփական կամպանիայով իբր թե մասնակցում է տենդերին եւ շահում է 30,000 կրավատ բանակին մատակարարելու մրցույթը։ Լավ, եթե մատակարարեր, մենք ձեն չենք անի։ Ինչը անեմ։ 30,000 կրավատից լավագույն դեպքում 5,000-ն է ալնում թազա։ Ամենալավագույն դեպքում, ես այս միանշանակ լավով եմ նայում։ Հավաքում են բոլոր կրավատները, խոսքի օրինակ X զորամասի կրավատը բերում են էստեզե, այսինքն Ղարամյանի զավոդ, դնում ներկում են, ձգրտում են, X զորամասի ներկա ձգրտած կրավատները մատակարարում են Y զորամաս, Y զորամասի օգտագործած ջարդած, հնացած կրավատները բերում ներկում են, մատակարարում են X զորամաս, ասելով որ դուք ստացաք թազա կրավատներ, հարգելի զինվորներ։ Իտոգում
Արշավիր Ղարամյանը կրավատ չի արտադրել, 30,000 կրավատի փող դուրս է գրվել, լափվել է, ուխայ, ջան, զինվոր գնա նորից քնի քո կրավատի վրա։ Սա երկուս, դաշը։ Գոյություն ունի Սերգեյ Գրիգորյան, Ղարաբաղի բոզի տղա, $100,000 2009 թվականին կաշառք տվել ֆլեշի Բարսեղին, ֆլեշի Բարսեղն էլ փոխանցել է Սերժ Սարգսյանին, որի արդյունքում Սերգեյ Գրիգորյանը ստացել է գեներալի կոչում։ Սա ինգեր Սերժի վերաբերյալ է, երթով իջնում ենք։ Մենք ասեցինք, որ պետության հաշվին Գերմանիայից ձեռքաբերվել տեխնիկա, գյուղտեխնիկա եւ ծառայել է իրենց անձնական հողերի համար։ Մարտունու մեքենատրակտորային կայան ծառայել է Արայիկի եղբորը եւ Արարատ Խաչատրյանին, բանկիր մականունով։ Դальше։ 90-ական թվականներից ովքեր որ ծառայել են Ղարաբաղում, սա կհիշեն։ 90-ական թվականներից Թուրքի խաղողի այգիների շպալերը, այն որ շպալերը վրա են խաղողը աճում, 90-ականներին քանդել են եւ օգտագործել են խրամատներում, մինչեւ այս վերջերս էլ կար։ Ուրեմն, ել ոնց փող դուրս գրեն Հայաստանի Հանրապետությունից, ոնց հայ ժողովրդի այսպես ասած ծսնեն իրաց թալանը բավարարեն, 18,500 դրամով թուղթ է գրվում, որ 18,500 դրամով իրանք գնում են, այսինքն ձեռք են բերել շպալ 2011-12 թվականներին, գումարը լափել են, այս նորից բացատրեմ, խրամատերում ովքեր ծառայել են Արցախ կհաստատեն եւ առհասարակ կային շպալեր Թուրքի խաղողի այգիների շպալերով դրե խրամատ են սարքել։ Հիմա այս մարդիկ մտածել են էլ ոնց փող գրփենք, եկեք թուղթ դուրս գրենք, փաստաթուղթ, որ Արցախը ձեռքաբերում նոր շպալեր, հատը 18,500 դրամ, փողը դուրս գրենք, լափենք, բանը շպալերը կամ մեկա, այս շպալերով էլ մի բան քերենք տանենք Հայաստանի Հանրապետությունից։ Դուրս են գրել, փողը լափել են, շպալ չեն արել, իդոգում փողը դրել են իրենց ջեբը։ Սրա մասին Նիկոլ Փաշինյան բոզի տղեն գիտի, իհարկե գիտի, գրավոր զեկուցվել է։ Էսի սենց։ Դальше։ Մենք սենց ասենք հերվից գանք։ 2011 թվական Կազայն Սերժ Սարգսյան Կազանի բանակցություններ եւ այլն այդ ամենը անցավ բանը պրավալ գնաց։ Դրանից հետո 2012 թվականին ադրբեջանցիները փորելով եկե հասել են շփման գիծ։ Հայկական կողմը ոչ բան չի ձեռնարկել։ Հասելով շփման գծին մոտիկ են բերել իրենց դիպուկահարերին եւ սկսել են հաթարհատ ոչնչացնել մեր զինվորներին սիստեմատիկաբար։ Մեր կողմից չի եղել ոչ մի պատասխան կրակ, հրաման չի եղել։ Ու որ մի զինվորը, որ մի օֆիցերը հանկարծ ինքնագլուխ դնում կմպստում էր, գնում էր 10 օր կալանք։ Դա Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ուրեմն բանակային զորավարժությունները Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրականում տևում էին 2-3 օր, բայց թղթաբանությամբ 7 օր։ Մնացած 4-5 օրվա գումարները մխսվել է Արցախի ՊԲ-ի վերնախավի եւ իրանց, այսպես ասած, նախագահի կողմից։ 12-11-2014 թվականին խփվեց հայկական ուղղաթիռը 3 հոգի մեջը։ Բաքոն այդ ժամանակ Քեֆերանում Տիգրանակերտում փոխանցում են մեզ։ Ուղղաթիռից 1.5-2 կիլոմետր հեռավորության վրա կար կանգնած, այսինքն այս ժամանակ զորավարժություններ էին, թվով 220-72 տանկեր, զրահտեխնիկա եւ այլն։ Մարդիկ, օֆիցերները ցանկացել են հարձակվել այն դիրքի վրա, որտեղից որ կրակ է խփել են ուղղաթիռը, դիրքը ոչնչացնել, զոհվածներին դուրս բերել։ Սերժ Սարգսյանը անձամբ է հրաման տվել գործողություն չիրականացնել։ Եվ միայն
մի 10 օր 7 օր հետո օգտագործելով մառախուղի հանգամանքը մտան եւ դուրս բերեցին օթաչուների դիակները, ալամ աշխարհով մեկ էլ իրանք սկսեցին ռեկլամ անել, իրականացվել է հատուկ օպերացիա, նմանը չունեցող, հակառակորդի քթիտակից մտանք դիակներին տանանք, հիշում եք են Արծրում բոզի տողուն, անենց էր ներկայացնել, ոնց որ գնաց է մտել են Բաքու, կակել են Ալիևի սեղանի վրան, դուրս են եկել մարդ չի մացել։ Սա էլ, մենք խոսում ենք Սերժ Սարգսյանից էլ որ։ Դրանից գալու ենք։ 2015 թվական Արցախի ՊԲ բանակից գողանում են 970 տոննա դիզ վառելիք, հոպից, հակաօդային պաշտպանությունից, են որ պիտի բայրակթարերին խփեին, վերտալոտնիկին խփեին, սամալոտնիկին խփեին եւ այլն, այդ նույն հոպից 2015 թվականի դրությամբ գողացված է եղել 970 տոննա դիզ վառելիք։ Ինչա տեղի ունենում։ Համակա ուրեմն Արամ Անդրյան, հոպ, հրամանատար, նստում ընդամենը մեկ շաբաթ, իսկ հրամանատար Մովսես Հակոբյանին, ՊԲ, հանում են եւ բերում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Պաշտոնի բարձրացում։ Եղել է նման բան։ Ուղղակի շատերը բնմոռանում են, չգիտեմ խի։ 970 տոննա վառելիք, սալարկա Սերժ Սարգսյանի 2015 թվականի պաշտոնավարման ժամանակ մխսվել է, ով է դատվել, ոչ մեկ։ 2016 թվական մարտ ամիս Նախիջևանյան համայնքում գտնվող հոպը պայթեցվում է կամիկադզեի կողմից, S300 համակարգ, $1500 ինչ-որ մի հատ խեղը գլող, գալի մտնում է S300-ի մեջ, կմպստում է, հանում է շարքից, 2016 թվական Սերժ Սարգսյան, են որ ասում են ես են բանակն եմ ուզում, են բանակն էլ բանակ չի եղել։ Ուղղակի այդ ժամանակա հատվածում Ադրբեջանը զինվել է։ Հիմա հետ ենք վերադառնամ ավելի թար, մեր օրեր։ Բլոկադայի ժամանակ Բակո Սահակյանը դիմում է Վիտալի Բալասանյանին։ Նախ սենց ասեմ, մենք եթե որոշակի մարդիկ չգիտեն, հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետության տարածքում գործում էր 5, մոտավորապես 5 հատ ոսկու հանք։ 2 հատը Դրմբո, մեկը Զոդը, բանը Քալբաջարի, մեկը Զանգելանը, իսկ մյուսը Կիչան եւ Չլնդրեն գյուղերի արանքում։ Եվ այդ ոսկիները, այդ հանքերը, որոնք որ օգտագործվել են Արցախի եւ Հայաստանի Հանրապետության քրեա օլիգարխիկ վերնախավի միջոցով, այդտեղից ոչ մի արցախցի ոչ մի կոպեկ չի օգտվել, բացարձակապես։ Մալը տավով, որ ոչ մի արցախցի չի օգտվել ոսկու հանքերից, այլ հենց Արցախը եւ Հայաստանի Հանրապետությունը չեն օգտվել այդ ոսկու հանքերից։ Այդ թալանը արվել է, որ ասում եմ, բոլորիս աչքի առաջ, սուսուփուս, առանց այդտեղ աշխատող բանվորները, այդտեղ աշխատող տեխնիկան, այդտեղ աշխատող, չգիտեմ, վերնախ, ոչ մի հարկ, ոչ մի տուրք, ոչ մի բան գոյություն չունի, եւ Արցախը պիտի հանձնվեր, որպեսզի վաղը մյուսօր հանկարծ ու հանկարծ որևիցե մի հատ, չգիտեմ, ստուգող կամպանիա չգար, չստուգեր եւ չտենար, որ փաստորեն տասնամյակներ շարունակ Արցախի ընդերքը թալանվել է Արցախի վերնախավության ռոբասերժական կլանի բարձր հովանու ներքո եւ այս բոզի տղենել, որը որ բերեցին, սա եւս շարունակում էր դրանց հովանավորելը։ Ուրեմն Բակո Սահակյանը բլոկադայի ժամանակ դիմել է Վիտալի Բալասանյանին 200 կիլոգրամ, ուշադրություն, 200 կիլոգրամի բարձր պրոբի ոսկին դուրս բերել Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն։ Չգիտեմ ինչ պայմաններով, խի, ոնց, դեզդեն, Վիտալի Բալասանյանը չի համաձայնվել, երևի չի կարացել։ Ոսկին գտնվել է Հովսեփավան գյուղում եւ մնացել է Հովսեփավան գյուղում։ Այդ 200 կիլոգրամ ոսկին բաժին է հասել Ադրբեջանին։
Ադրբեջանը տարել է այդ 200 կիլոգրամ ոսկի։ Ինձ որ ասում են թե Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան եւ մնացած այդ բոզի տղեկը Ադրբեջանի բերդերում խոշտանգում են եւ այլն, մոռացեք։ Նրանք գնացել են Սոչի սանատորիա։ Նրանք կամավոր գիտակցելով են գերի ընկել։ Գիտակցելով։ Եվ գերի էլ չեն ընկել, ասել են եկեք մեզի տանեք։ Որովհետեւ իրանք բոլորը հանդիսացել են Ադրբեջանի գործակալներ։ Միանշանակ։ Հիմա կասեք ապացույց։ Okay, ապացույց։ Ապացույց։ Արցախում կար կոնյակի գործարան։ Նախ ասեմ, որ ադրբեջանական կողմից, այսինքն երաշխավորված անձ, ով բանակցել է Արցախի հանրապետության, այսպես կոչված ղեկավար կազմի հետ, եղել է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության կամ KGB-ի մելեզով ասած առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկի Վագիվ Օղլի։ Սրա միջոցով է Արայիկ Հարությունյանը կապը պահել ադրբեջանական կողմի հետ։ Քանի որ Արցախում եղել է կար ավելի շուտ կոնյակի գործարան եւ այնտեղ կար մեծ քանակությամբ կոնյակ, Արայիկ Հարությունյանը փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանի առաջին ազգային անվտանգության պերվիզամ Ջեյհուն Շադլինսկի Վագիվ Օղլի հետ, որ թույլ տուր կոնյակը դուրս բերենք Հայաստան վաճառենք, գումարը կիսվենք կամ ուղղակի ես կարողանամ արտահանել կոնյակը։ Ուրեմն սրա մասին իմանում է Գասպադին Ալիև եւ տալիս է ցույցում, եթե հանկարծ Ջեյհունը փորձի Արայիկ Հարությունյանի մարդես խապսը տա, որ Արայիկ Հարությունյանը կոնյակի հետ գնա Հայաստան կամ դուրս գա Ղարաբաղից եւ Ջեյհունին եւ Արայիկին կալանավորել, բայց Արայիկը ոչ բացարձակապես, ասեմ որ Արայիկին ձերբակալել են Ջեյհունի մոտ Ստեփանակերտի կոնյակի գործարանի տարածքում Բաքուի ձերբակալման հաջորդ օրը։ Ջեյհունը պերվիզամինիստրը հաճախակի է եղել Արցախում 2020 թվականի պատերազմից հետո։ Կերուխու, դլոներ, ծծեր, պտկներ, նվերներ, գնաց է, եկե, բերե, տարե, ոչ մի խնդիր, պատերազմից հետո։ Հանդիպել են Լավանդա ռեստորանում։ Ղարաբաղի ժողովուրդը լավ գիտի, որտեղ է Լավանդա ռեստորանը, Կարմիր շուկա, ձեթի գործարանում, որն էլ Արցախի վրա վաճառվել է 4 միլիարդ 700 միլիոն դրամով։ Այս նույն ձեթի գործարանը վաճառվել է ադրբեջանցիներին մի քանի միլիոն դոլարով։ Զաադնո, այսինքն այն նույն լուսին գեսի պատմությունն է։ Զաադնո Արցախի ձեթի գործարանը վաճառվել է Արցախի վրա 4 միլիարդ 700 միլիոն դրամով։ Համարյա թե նույն գնով էլ վաճառվել է ադրբեջանական կողմի եւ այն 164 միլիոն դոլարը, որը հավաքվեց Արցախ հիմնադրամ, ուղարկեցին ժողովուրդ ամբողջ աշխարհից եւ այլն, այս սրա վրա է գնացել ձեր գումարները, այն որ ես ասում էի մի ղրգեք։ Քարորյա պատերազմից հետո ոչ մի ինժեներական աշխատանք չի կատարվել։ Սերժ Սարգսյան բոզի տղալը սնեց, թղթով այո, եւ կարան ասում հանենք հազարատ թուղթ տան, որ կատարվել է, սակայն իրականում ոչ, չի կատարվել։ Նորմալ ինժեներական աշխատանք։ Իսկ ինչ վերաբերվում է Ջեյհունի հետ հարաբերությունների, նորից եմ կրկնում, ջան ասել են, ջան լսել են։ Մենք հեսա նորից կանդրադառնանք Ջեյհունին։ Հիմա մենք խոսենք Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան բոզի տղուց։ Ես երկար եմ մտածել, խոսել սրա մասին, թե չխոսել։ Այս ինֆորմացիան բարձրաձայնել, թե չբարձրաձայնել։ Տուրպատորվա իմ ելույթից հետո Ռուսաստանում գործող ռոբասերժական Ղարաբաղյան կլանի տելեգրամ կանալները սկսեցին ինֆորմացիա տարածել, որ
Վարդան Ղուկասյանը հակառուսականը, էսականը, էնականը, էնականը։ Ես իմ պատասխանը տվեցի, չեմ ուզում բանը կրկնվեմ այդ բանի հետ կապված, իրանց տելեգրամ կանալների պոզիտիվության հետ կապված։ 44 օրյա պատերազմից հետո մեր ծնողները, Զոֆազին ծառայողների ծնողները հաճախակի էին գրեթե ամեն օր գնում կռիվ, ղալմաղալ, ծերջար, տվեք մեր զինվորների դիակները, տվեք մեր զինվորների դիակները։ Հիշում եք։ Նիկոլ Փաշինյանի կոկորտին էին կանգնած զինվորների դիակների թեման։ Հիմա ես չեմ ուզում սա ընդունեմ որպես 100%-անոց ինֆորմացիա, բայց ինձ ասում են հանգիստ կարող եք ընդունել 100%-անոց ինֆորմացիա, պահը կգա, ժամանակը կգա, վաղթը կգա, բացի ձեզանից էլի մարդիկ կխոսեն դրա մասին, բայց քանի որ մեր ազգին գիտեք, սա բզեն մնան ստվերում, դուք բարձրաձայնեք, օրը կգա, այս ձեր տեսանյութը կպահվի, օրը կգա եւ այս ձեր տեսանյութի տակ մենք կդնենք ապացույցները, կխոսեն մարդիկ, ովքեր որ ներկա են գտնվել այդ ամենին եւ այն մարդիկ, ովքեր որ ձեզ հիմա քարկոծում են, կքարկոծեն այս ելույթից հետո, կգտնվեն դες բոզի տղեկ, հետագայում դուք հանգիստ կարող եք գնալ իրանց տուն գյոթի կամ բոզի։ Ես մի անգամ չէ որ բան եմ ասել, գրգում փարցակվել են իմ վրան, հետո անցել են շաբաթներ, ամիսներ, բոլորի լեզուն մտել է համապատասխան տեղը։ Նիկոլ Փաշինյանը անընդհատ գտնվելով զոհված ծնողների, հայհոյանքների, անեծների տեղատարափի տակ, զանգարում է Արայիկ Հարությունյանին։ Իմիջիալոց այն, ինչ որ ես հիմա հրապարակում եմ, այս տեղեկությունը ունի նաև Բաքուն։ Արայիկ Հարությունյանը գրել է իր ցուցմունքների մեջ սրա մասին, որովհետև սա ուրեմն շատ անհրաժեշտ էր նաև Բաքվին։ Հիմա կասեմ ինչի համար։ Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում է մեզ գտեք այդ զինվորների դիակները, մեզ դիակներ են պետք, որ ես հանձնեմ ծնողներին։ Արայիկ Հարությունյանն ասում է դիակ են ուզում, դիակ կտանք, բանը դիակները լիքն են։ Նիկոլն ասում է, բա որ լիքն են, բա դուր, այս տիպի խոսակցություն, բա բերեք, ասում է թորքի դիակներ են, թորքի, հայში, ինչ է ջոկնվել, թորքա թե հայա, զինվորը, կոպիտ ասած։ Եվ Արայիկ Հարությունյանը հրամանատալի շատ նեղ հատուկ ծառայություններին Ղարաբաղի MЧS-ին գնալ Քյոսալարից հանված դիակները, որոնք որ եղել են թաղած թուրքերի եղբայրական գերեզման ճակերտներով, հանում են, լցում են մեշոկների մեջ, սպիտակ մեշոկների, եւ առաքում են Հայաստան, ասելով, որ սա ձեր զինվորների դիակներն է։ Չար լեզուները ասում են, որ Աբովյանի տուբ դիսպանսերի նկուղում գտնվող դիակները դրանք եղել են ադրբեջանցի զինվորների դիակներ գրեթե մեծ մասը։ Ինձ բան է, այսինքն այս թեման հայտարարելուց ասում էին, որ մենք վնասելու ենք ծնողներին, մենք կպնում ենք հարազատներին, մարդիկ վերապրելու են ստրես եւ այլն։ Բայց ես գտնում եմ, որ այս բոզիտողությունը պիտի լուսաբանվի, սրա մասին պիտի իմացվի եւ կգա մի ժամանակ, երբ որ կգա նորմալ իշխանություն եւ ԴՆԹ տեստով հնարավոր կլինի արդեն կրկնակի անգամ հիմնավորել այս սև քարի տակ թաղված անձը Պողոս Պողոսյանն է, թե Ջալալև Աբդուրախման իբն Օղլի Եսիմ Ինչյանն է։ Սա բոզիտողության մեկ գագաթնակետ։ Եվ այդ աշխատանքներին մասնակցել է շատ քիչ թվով մարդ։ 3 Արցախի MЧS-ի աշխատողներ, 3 հոգի են եղել։ Ես հուսամ, որ այդ 3-ից որևիցե մեկն ու մեկը մի գեղեցիկ օր կունենա տղամարդկություն, ես անունները դիտավորյալ չեմ տալիս, կունենան տղամարդկություն, դուրս կգան, կամ ես Facebook-յան էջով, կամ հաղորդումով, ինչ որ մի ձևով, կամ իշխանափոխությունից հետո միգուցե
կունենան տղամարդկություն եւ գանք ասեն այո մենք մասնակցել ենք այդ գործողությանը մենք հողի միջից փորե հանել ենք նեխած փդած ադրբեջանցի զինվորների դիակները դրել ենք պարկերի մեջ եւ ուղարկել ենք Հայաստան որովհետեւ դա հետո մենք տանք անհետ կորած զինվորներին ասենք էսի ձեր երեխեքի դիակներն են եւ դրանով իսկ նվազեցնենք այսպես ասած բացական վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ դիակ եք ուզում դիակը տվենք խնդրեմ դե գնա անճանաչելի մայմացեցի հայ դիակա թե թուրքի դիակա սենց բոզիտողություն ինձ թվում է կանեին միայն եւ միայն այս Սերժարոբան Նիկոլական կլանի ներկայացուցիչները բայց սա ամենը չի Իսկ հիմա մինչ այդ թեմային անցնելը Մաս չգիտի որն ասի, սա թողա, նա թողա, թե նա թողա սանսի Են որ նախկին և ներկա իրար հետ փոխկապակցված են, դրա մասին արդեն գիտեն բոլորը Էդի չկա տենց մի հատ մարդ, որ ասի ոչ Տես բան չկա Սերժը Նիկոլին չի սիրում, Նիկոլը Սերժին չի սիրում 500,000 մարդ լսվավ փողոց, մերժի Սերժին, Հայաստանյան դատարան ասեցին Սերժը մաքուր սուրբ մարդ է Ոչ մի հոգի, ոչ մի նախկին թալանչի բոզի տղա չենթարկվեց քրեական պատասխանատվության Տարան դրին Բերդ, մի տարի, 2 տարի, վերջում ասին հելի գնա Աշոտյան, Պատրոն Դավիթ եւ այլն Ուրեմն Այն ինչ որ տեղի ունեցավ 2018 թվականին, պիտի տեղի ունենար 2016 թվականին, Սասնա-Ծռեր միջոցառման ժամանակ։ Դուք իմ վերաբերմունքը Գասպարյան Բովայի նկատմամբ գիտեք, բացասականի բացասական, բայց լավին լավ, վատին վատ։ 2016 թվականի Սասնա-Ծռերի միջոցառման ժամանակ որը որ նախագծված է եղել Սերժ Սարգսյանի կողմից, ուր էլի միջարույթ է Սասնա-Ծռերի մի մասը գյուղին խապին ինչ է լավ, դրանք որտեղ են ասած գիտի, կեսը Բերտնա, կեսը բան ֆորմա եւ այլն։ Այն ժամանակ պիտի Նիկոլ Փաշինյանը բերվեր իշխանության։ Բայց քանի որ կար Պավլիկ եւ Միայնակ Գայլ, որոնք խաբար չէին, իրոք այդ մարդիկ անձնական հայրենասիրական դրդումներից ելնելով մտան полк, ասեցին Նիկոլին գցեք զիբիլի վեդրո, այն զարուհիներ ուզում գարն անեցիք իրարին եւ այլն։ Սերժ Սարգսյանը ուներ պլան։ Գունդը գրավում է, ժողովուրդը ոտի ալնում, գալիս է գունդ, ալնում է պերեստրելկա, կարակողները ոստիկանության դիպուկահարներն են եւ KGB-ի դիպուկահարներն են ելնելու, ժողովուրդը գազազելու է, ծծնելու են, անկառավարել է իրավիճակ, հելնելու են իադեմ, ինքը հրաժարական տալու, Նիկոլ Փաշինյանը գալու է իշխանության։ Այսինքն դա դեռ եղել է գծագրած 2016 թվին։ Բայց ստե պետք է շնորհակալություն հայտնել Գասպարյան Վովային, ասեմ ինչի, որ իմանալով արդեն այս ծրագրի մասին, այնտեղ ՊՊՑ զորամասի կողքը եղել է շտաբ, արտակարգ իրավիճակի շտաբը հայտարարված եղել, այնտեղ եղել է Կուտոյանը, այնտեղ եղել է Վովան, այնտեղ եղել են մյուսները եւ այլն։ Վովան հենց այնտեղ Ունդեղից հետո ու դրանից առաջ հայտարարել է, որ ինքը թույլ չի տա նման բան, որովհետև դա մնալու է իր վզին։ Այսինքն ժողովուրդը պիտի գա, դիպուկահարները ոնց որ են միլիցիոն խփին ու շարը գցին ասին թե մտում Սասնա-Ծռերից են խփել, բայց իրականում MVD-ն, այսինքն իրականում իշխանությունը խփեցեն միլիցիոն ում հայրը տենց անընդհատ խոսում ու տենց էլ մնամա։ Թույլ որոշումը թույլ չտալ ու կարկադրմա Նասկուն, Արշակին, Մասիսի քաղաքապետ Դավիթին հավաքել ձեր թայֆեն, Լեռնիկին, այսինքն իան շատ մոտ կանգնած մարդկանց, ասում է ցրեք այդ ժողովրդին, չպիտի գան հասնեն, բան ՊՊՑ գունդ։ Հայտնի կադրերը կան, որտեղ Գասպարյան Վովայի, ախրանի պետի տեղակալը, Նասկի Գագո վազում է կամերայի առաջ, չասում է, չէ, առաջ, արա եկեք, ու սկսում են լիմոնկա, քար, փետ եւ այլն լարել ժողովրդին։ Մենք այդ ժամանակ ես էլ չէի հասկանում, ինչ է անում Գասպարյան Վովայի ախրանիկը ժողովրդի մեջ, այն էլ Նասկին, որին ես գիտեմ 98,
թվից։ Այսինքն Նասկին եթե միտեղ կա, դա նույնն է ոնց որ արշակը կա։ Իսկ եթե Նասկին ու արշակը միտեղ կա, նշանակում է դա Վովայի հրամանն է։ Իսկ ինչի պիտի Վովան իա թիպ կողի մարդու, ոնց որ ասենք այն ժամանակ ինձ, վեկալի բրախի ժողովրդի մեջ ասի ցեցեք լարեք, որովհետև ինքը վստահել է, որ սաղ պետական ապարատը KGB, MGB, Սերժի բանով ոչ մի բան չեն անելու, վիզ են դնելու, որ ժողովուրդը գա հասնի ՊՊՑ-գուտ, իար գյուլեն փռեն արևի տակ, հեղաշրջում Նիկոլ մեկավ։ Ցավոք սրտի դա չստացվավ։ Բոզի տղա Սերժ Սարգսյանի մոտ։ Այդտեղ մենք պիտի հիրավի, եմրած մոտ ծուրը նստենք դուզը խոսանք, ասենք Աբրեզովա, որ քո վաղուց նախ սեպա հեղափոխությունը հետ գցեցիր, այսպես կոչված Նիկոլի գարը հետ գցեցիր 2 տարով, այդ ընթացքում Այսինքն եթե 2016-ին Նիկոլը գալիս էր, Նիկոլին բերում էր Սերժը, 2018-ի սեպտեմբերին պիտի տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի սեպտեմբերին։ Եվ այդ ժամանակվա բանակում ծառայողները պիտի կոտորվեին, այսինքն մենք Ղարաբաղը պիտի կորցնեինք 2 տարի ավելի շուտ։ Էս էր Սերժի պլանը, որը այդ պահին չստացվեց։ Իսկ ուրիշ կերպ հնարավոր չէ։ Իսկ ինչի լիկվիդացվեց Կուտոյանը, որովհետև Կուտոյանը ավելի շատ բան գիտեր, ավելի կամակատար էր, ուներ թուղթութանակ, ուներ ձայնագրություն, ուներ ամեն ինչ, վեկալանասին մտելա 40 պատրոնով ինքնյան գրլե փռելա տարեվի տակ։ Նույն ձև էլ Զոֆավ, այսպես ասած, նախկին ՆՎԴ-ի մինիստրը, ինչ էր են Հայկ Հարությունյանն էր, ինչ էր եւ այլն։ Այսինքն Նիկոլի բերելու դուք հիշում եք այդ երթերը, մերթերը, այն նույն քպական դեմքերը, հելել էին ձեռի բան մտած, ցույցեր, բաներ, գալիս էին տվին, ջարդին, փշրին, թույլ տվեցին, որ գային, միանային իրար։ Եթե միանում էին, դիպուկահարները սկսում էին գյուլել խաղաղ ազգաբնակչությանը, ժողովուրդն ավելի գազազում էր, այդ ֆոնի վրա Նիկոլը հայտնվում էր, բոժե ցարիցա, եւ արդյունքում տեղի ունենում այսպես կոչված հեղափոխություն։ Որոշեցին անել չէ, ավելավա թավշա, ջոգեցին 10 բոզի տղու, բանակ չծառայած, հայաց չչիչած, ինքնասիրությունից զուրկ, նարկաման ղաղբի տղեկի, բերինասին քալեք, քալելով եկեք իշխանությունը վեկալեք։ Հիմա ես ինչի՞ց ես երկար բացատրեցի, որպեսզի մոտենամ ամենասարսափելի երևույթին, ամենասարսափելի, որը տեղի է ունեցել, որի մասին մենք հասկացել են, գիտակցել են, ինչ որտեղ, բայց կապը չենք գտել, ոչ մի կերպ բացատրություն եւ տրամաբանություն չենք գտել արածի մեջ։ Հիմա ներկայացնեմ։ Նորից ոսկու հանքեր։ Դուք հիշում եք Արցախի բլոկադայի ժամանակ ադրբեջանական բնապահպանները փակել էին ճանապարհը, չէին թողում, ոչ էսան, ոչ այն, ասում էին, այդ հանքերը մեզի վնաս է, հանքերը պիտի գանք ստուգենք, հանքերը փակեք, էս արեք, այն արեք, այն արեք։ Մոնիտորինգ, Ադրբեջանը պիտի գար մոնիտորինգ աներ։ Ղարաբաղն ասեց ոչ, դեռ ոչ։ Ուրեմն ոսկու հանքերում աշխատող տեխնիկան, ես ասեցի, չէ՞, բոլորը մեծ մասը եղել է արտասահմանյան արտադրության, թանգանոց, չգիտեմ, գերմանական, բելարուսական եւ այլն, 100-ից ավելի տեխնիկա։ Ուրեմն ինչ անել։ Ադրբեջանը ասում է տեխնիկան դուրս բերեք, հանքերը հանձնենք։ Եթե մենք տեխնիկան շուտ դուրս բերենք կամ տեխնիկայի դուրս գալը Երևան, նշանակում է հանքերը հանձնում ենք, աղմուկ, աղաղակ, այսինքն այն ինչ որ մենք պիտի անենք, ավելի արխային չենք անելու եւ լիքը նմանատիպ խնդիրներ։ Այն որ որոշակի պոռնիկի տղեկ ասում են վեկալ է Telegram կանալով վեկալ է գրել էին Դեզդեն եւ այլն, հակառուսական եւ այլն։ Մեր Արցախի թեմաներին անդրադառնալու ֆոնի վրա Վարդան Ղուկասյանի հետ բարձ ասեմ, կապի է դուրս եկել ռուսական մի բարձրաստիճան սպա, գործած սպագոններով, միջնորդավորված բնականաբար, նախ զանգահարեցին եւ ասեցին, որ Վարդան Յուրիկովիչ с вами хотят поговорить. Ну, ով դա այդքան բանը կարևոր չի, ասեցի, լավ, մենք պայմանավորվեցինք օր ժամ հետո նորից տվյալ հեռախոսահամարից զանգ եւ հեռախոսը փոխանցեցին ոնց որ հետո
բարձ դարձավ ռուս բարձրաստիճան զինվորականի, ով իր ծառայության բերումով շփում ա ունեցել, հիմա վերահսկողություն է իրականացել, թե ինչ արել, այսինքն տիրապետում էր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի եւ Արցախի ղեկավար կազմի շարժ ու ձևին։ Հիմա ամսաթվերով։ Զրույցի ժամանակ ինձ ասում են 16.01.2023 թվականին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է Իվանյանում Ռուսաստանի Դաշնության, այսինքն ռուսական զորքերի բազայում ձեր ասած կամ մեր ասած Ջեհունի հետ, այսինքն Ջեհունն է գալի այդտեղ եւ Արայիկ Հարությունյանն է գալի այդտեղ։ Յարիդ հանդիպում են, քանի որ հանդիպումը ինքը կրում էր, այսպես ասած, անձնական բնույթ, կոպիտ ասած, հա, այսինքն չէր վերաբերում շրջափակմանը, բլոկադային չէր վերաբերվում, ռուսական կողմը ներկա չի գտնվել։ Եղել է Արայիկը, եղել է Ջեհունը։ Իմիջիալոց Ջեհունը շատ լավ խոսել է եւ հայերեն, եւ Ղարաբաղի բարբարով, եւ ռուսերեն։ Բայց դե բնականաբար մենք հասկանում ենք, որ minimum գոնե մի ռուս օֆիցեր մի հատ բաժակ վեկալի դրել է, չէ, պատերազմը, որ լսի տենա ինչ են խոսում իրար հետ։ Ուրեմն ինչ է ասում Արայիկ Հարությունյանը Ջեհունին։ Ասում է, ես հիմա միտքը վկրացի передаю։ Ասում է, ես չեմ վախենում ոչ Հայաստանի իշխանություններից, ոչ Ղարաբաղի ժողովրդից, 100 անգամ տարալ եմ ջուրը, ծարավ հետ եմ պիրալ։ Արայիկ Հարությունյանի բառերն են։ Սխագրված։ Բայց ես վախում եմ էտա սոցցանցերից, Facebook-ը, Instagram-ը, տեհաբաները եւ այլն, որ Հայաստանի ժողովուրդը սկսեն գրել մեր մասին, այդ բաներից ասում եմ ես վախում եմ։ Բայց ոչ Հայաստանի կառավարությունից են վախալ, ոչ Ղարաբաղի ժողովրդից են վախենում, սոցցանցերից վախալ եմ։ Մեզ մի շաբաթ ժամանակ տվեք, խոսում եմ Ջեհունի հետ, որ մենք գյուղ տեխնիկան հանենք, աներողություն, հանքերից տեխնիկան դուրս բերենք, աննկատ։ Այսինքն մեզ պետք է մի բան, որը որ ժողովրդի ուշադրությունը շեղվի դրա վրա, այդ ընթացքում մենք հանքերից դուրս բերենք տեխնիկան, որ հանքը հանձնենք, եւ հանքերից տեխնիկան դուրս են բերում եւ տանում են դաշփուլախ, այսինքն Աստղաշեն եւ Այգեստան, Բալուջու գյուղերի մոտ է տեխնիկան կանգնացնում են, դուրս են բերում իտողում, դուրս են բերում աննկատ, բոլորիս համար աննկատ, ոչ Facebook-ն խոսում դրա մասին նորմալ, ոչ համացանց չի պայթում այդ նորությունը, որ տեխնիկան շարժան դուրս է գալի։ Տանում են գյուղերի տակ տեղադրում են, հետո չգիտեմ երբ այդ դրամազենն ենք չգիտենք, այդ տեխնիկան ամբողջովին անցնում է Հայաստան, թուրքերին չի հետը, գալը, որևիցե մեկին չի տակ մեր տեխնիկան ոնց եղավ, ասում եմ դальше. Հիմա ասում եմ, Вардан Юрикович, вы у нас человек умный, скажите, пожалуйста, լավ ասացեք բանը խնդրեմ, ինչա տեղի ունեցել, ձեր հիշողության մեջ պահպանվել է, ինչա տեղի ունեցել 2023 թվականի հունվար ամսին, որը կարող էր շեղել ամբողջ ազգի ուշադրությունը եւ դրանով իսկ նպաստեր բանը հանքի տեխնիկայի աննկատ դուրս բերմանը, բնականաբար դրանից հետո հետևել է հանքերի հանձնումը եւ առասարակ է տեխնիկայի տեղափոխումը Հայաստան։ Ինչա եղել։ Հիմա ես այդ հարցը ուզում եմ տամ աուդիտորիային։ Ես պարզ ասեմ, որ ես չհիշեցի այտենց մի դեպք, որը կարար ցնցեր, դեպքեր լիքնեն, բայց որ հունվար ամսին ես չհիշեցի, կա որևիցե մեկը, ով հիշում է։ Շնորհակալություն Վահան Լորեցյանին 15 զոհերը Վարդենիսի։ Ես չհիշեցի։ Այսինքն ես կապը չգտա դրա միջև։ Հիշեցնեմ, ինչ տեղի ունեցավ։ Նորից եմ կրկնում, ամսաթիվը եղել է ամսի 16-ին խոսակցությունը։ Ամսի 19-ին 2023 թվականին բոլոր վարորդները ովքեր որ այդ տեխնիկային տիրապետը մոքշում են, ստացել են SMS բալուսախար, որ եկեք հանք տեխնիկա, այսինքն բոլորին հավքել են, եկեք հանք,
վալորտերն եկել են հանք, բելաս, կռաս, մեծ մազեր, էքսկավատորներ եւ այլն դուրս է բերվել։ Հիմա կարդում ենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական հայտարարությունը ամսի, այսինքն 15 հոգու վառվելու վերաբերյալ։ 18 ու ինձ թող ուշադիր լսեն բոլոր բանակ ծառայածները եւ եթե մի բառ ստեղի հետ համաձայնեն, թող դնեն պլյուս, եթե այս տեքստի հետ համաձայն չեն, թող դնեն մինուս։ Ուրեմն կարդում եմ 18:01/2023 թվականին ժամը 18:00-ի սահմաններում ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը ավարտելով իրեն հանձնարարված աշխատանքները վերադարձել է հիշյալ կացարան եւ ուշադրություն ստեղից ժամը 21:30-ից սկսած պարկել քնելու, այսինքն ստեղ որ մի հատ բանակ չծառայած մարդ փողից բանկարդայի վլն տպավորությունն է որ խոսքը գնում է մանկապարտեզի երեխեքի մասին եւ ժամը 21:30-ից սկսած պարկել քնելու 19:01/2023 թվականին ժամը 00:40-ի սահմաններում անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում քնած։ Քնցրին, դուք հավատում, եթե դուք հավատում եք պլյուս դրեք, եթե չեք հավատում մինուս դրեք։ Շարունակում եմ։ Հիմնական մասը գտնվել է զորանոցում քնած։ Երկու ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրի ջուր բերելու։ Գիշերվա կես, սաղցել եք ինչ էին անում, ես չգիտեմ։ Օրվա հերթապահը գտնվել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում եւ խոսել բջջային հեռախոսով։ Այս ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը հերթապահ ժամկետային զինծառայողներից հարցրել եւ տեղեկացել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը մեկնարկիչը լիսկավորելու համար նախատեսված ավտոբենզինի արկայության մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստմասե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։ Նշված է քննչական կոմիտեի հաղորդակցության մեջ, ու մնացածը արդեն գիտենք։ Նախ որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, մենք այս թեմայով խոսել ենք, նորից մի հատ անդրադառնամ։ Խոսքը գնում է սեփական տան մասին, գեղի մեջ, որտեղ մնում էին 19 մոտավորապես ժամկետային զինծառայող մեկ սպա։ 15 հոգի մարդ գտնվել է մի սենյակի մեջ։ Ասում է 9:30 եկան ու պարկան քնելու։ Նախ այլ տուպոյ բոզի տղեկ։ Ադբոյը զորամասերում հայտարարվում է ժամը 22:00։ Դրանից հետո զինվորները մինչև գնան, պարկեն, թրաշվեն, մաքրվեն, չգիտեմ, լողնան, ոտ, ձեռ, տրուսիկ, մայկա, լվան, փռեն եւ այլն, էդի գնաց հասավ մինչև ժամը քանիսը։ Դուք պատկերացնում եք 15 հոգի ջահել, տղա, հələ այն երկուսը գնացել են ջրի։ Այն մեկը այնտեղ հեռախոսով է բանը խոսում։ Սենց մի հատ սենյակի մեջ 15-ն էլ պարկան, մեմ արդու նման 00:40, 15-ն էլ անեց քնան, որ դուրը վառվմա, ծուխը մտնմա, բորոզ, խժոշչուս, մարդ չի լսում։ Կատեգորիկ, իան քնած են, մարդ չի լսում։ Գումանած դրան, շենքը վառվեմ, պրծնեմ, այդ սաղ վառվել ընթացքում, պաժարնի ագալի, դատախազ ագալի, ռազմական ոստիկան ագալի, MVD ագալի, KGB ագալի, կոնտրազվեդկա ագալի, սաղ կայնս նայեմ է, շենքը վառվեմ։ Վառվավ պրծավ, սաղ պրծավ, ասում են MCS, մտիտես ով կա դուրս բեր, դա դեպքի վայրը։ Այդ դեպքի վայրը պիտի պահվեր, վառվավ, պրծավ, հանգավ, վերջացավ, ոչ մեկ թե չի մտնում։ Ատե պիտի մտներ քննչականը եւ իրականացնել գործողություն։ Գոնե ֆիքսեինք այդ 15 հոգին կրավատների վրա են պարկած, թե մի պատի տակ վերացրած են։ Ոչ, դեպքի վայրն պաղծվեց, ամբողջովին։ Հիմա ասենք թե ռուս գեներալը կամ ռուս բարձրաստիճան զինվորականը մուտի տանում, խափամով։ Ինչ որ բերել են, քթել են այդ երկու օրերը, կպցրել են, ասում են այս դեպքով ուշադրությունը շեղվեց եւ տեխնիկան դուրս բերել։ Լավ, չենք հավատում ռուսական կողմին, ասում ենք խափամա, Նիկոլի դեմա խոսում, հա։ Հիմա հարցն ուզում տամ,
Ձեզանից ով բանակ ծառայել է, կա այտենց մեկը, ով բանակ ծառայելու ժամանակ տեսել է, որ ժամը 10-ին, 11-ին մարդ քնի բանակում։ Կամ կարող է մի գանդոն թեքվի մի յանի վրա քնի, բայց անես քնել, որ վարվից ու մեկը չելա մի հազին, որ գոնե աջալա քցեր վրե, բոցերի միջով դուրս գար, չէ, բոլորը հլու հնազանդ, այտենց քնած մնացին։ Հիմա ես ուզում եմ հարց տամ, Նիկոլ Փաշինյան պոռնիկի ծնունդը վարվելու հենց առավոտ կառավարության նիստի ժամանակ Սուրմալուի դեպքի նման ոնց էլ ասեց գմփիկա պիտարդա բայց մի հատ պիտարդի նշուլ մենք չտեսանք ոչ մի վիդեոնկարահանման մեջ ոչ պայթունների ոչ վարվելու ոչ մի բան պիտարդի հետ չկար փշեկը մեջտեղից պայթամա պատը կմպն դուրս է գալի պիտարդի նշուլ չկա ասում պիտարդա հիմա էսի ասում կրակը Աֆիցերը վեկալավ գցեց, ոնց որոշեց, խի որոշեց, լավ վեկալավ գցեց, դու քո ուժային կառույցի ղեկավարներին, զինվորական դատախազ, ռազմական ոստիկանություն, քննչական, խի հարց չես տվել, կամ MCS-ին, ինչի եք ոչնչացրել դեպքի վայրը։ Ոնց էին այդ երեխեքը քնած, մեկը ասում է, սաղ տղերը քնած էին, Են մեկն ասում է միանի, այսինքն մենք չգիտենք մինչև այսօր, հրապարականորեն պարզ ոնց կարա մարդը քնի ընդեղ բոռում են, քֆուր, մամանք ունեն, բարվամ եք եւ այլն, ծու չեն զարթնում, պրոստը չեն զարթնում։ Բաց։ Սրա տրամաբանական լոգիկան այտենց էլ մնաց անհետևանք, անպատասխան։ Այսինքն մենք տեսանք, որ այս դեպքը արդեն 90%-ով ես համոզված եմ, որ իրար փոխկապակցված են, որովհետև այս դեպքը ցնցեց սա Հայաստանը։ Եվ այս դեպքի հիման վրա, այդ աղմուկի վրա, օգտագործելով հենց այդ օրը, Ադրբեջանը Ղարաբաղի հանքերից դուրս բերվեց տեխնիկան աննկատ բոլորի համար ու տարան այդ գյուղերը պահին։ Ու իմիջիալոց տեխնիկան դուրս է բերվել հումքով։ Հումքը վրեն բարձած, ոսկին մեջը։ Հիմա դեսքանից հետո, սիրելի ժողովուրդ, դուք չեք տենում, որ սրանք բոլորը նույնն են։ Դուք չեք տենում, որ սա այս Ռոբա, Սերժա, Նիկոլա, ինչ բոզի տղեկ են, այս Ղարաբաղյան կլան եւ այլն, սրանք բոլորը նույնն են։ Եվ եթե Կա մի մարդ, սա քարոզարշար չի, մի մարդ, ով ասում է, որ սրանց պետք է գնդակահարել, բայց դա համար պետք է լեգալիզացնել մահապատիժը, ես տեսա, որ 18%-ը դեմ էր քվեարկել մահապատիժին։ Այդ մահապատիժը ինքը լինելու է հատուկ հոդվածների համար, օրինակ, պետական դավաճանություն, որը հանգեցրել է հողերի և մարդկային զոհերի։ 1. Փողերի լվացում 25 միլիոն, 50 միլիոն, 100 միլիոն հանգիստ լուբոյթիվ կարելի է գրել, որովհետև սրանց փողերի լվացումը միլիարդների է ասում։ Գերազանցեց 100 միլիոն դոլարը մահապատիժ։ Թմրանյութերի շրջանառություն գերազանցեց 20 կիլոգրամը, որովհետև մենք տոննեքով ենք նարկոտիկ բերեմ տոնը, մահապատիժ։ Այսինքն, այսպիսի հոդվածների համար պետք է մտցնել մահապատիժ։ Սա բանից է խոսում, չէ, Եվրոպայից Միացյալ Նահանգները, որ Միացյալ Նահանգները մահապատիժ ունի, եթե դու մարդ տպես, դաժե մի հոգի տեղ ասում, քեզ մահապատիժ ունի։ Բայց ես ասում եմ մարդկային զոհերի։ Եվ արի ու տես, որ մարդիկ կան, որոնք որ դեմ են մահապատիժին։ Իսկ ովքեր են դեմ են այն մարդիկ, որոնց հետույքը քակոտ է։ Հիմա այդ 15 հոգու վառվելու գործով քննչական խմբի անդամները գործը հսկող դատախազը պիտի ենթարկվեն մահապատիժի թե ոչ։ Իհարկե պիտի ենթարկվեն։ Բա գործը հսկող դատախազ, դու չես ասում դեպքի վայրը խեք բանը պղծել, ով ազես թույլ տվել, մտնել դեպքի վայր, կրավատներից բռնած, դիակներից բռնած, սախանել, թափել դուրս։ Կա որ մտել եք, ով ոնց էր, ամեն մեկը մի բան ասում։ Ամեն մեկը մի բան ասում։ Ու ամենահետաքրքիրը նա է, եւ Սուրմալուի պայթյունով, եւ այս 15 հոգու բնվառվելով, եւ Ղարաբաղի ամեն ինչով հարթում է մի հոգի։ Դնում ես վերևից բառը ասում ու ամբողջ
նախաքննական մարմինը անում է այն ինչ ասում է մի շիզոֆրենիկ բոզի տղա ու մայրը հոգեկան հիվանդությամբ է մահացել, ինքն էլ բնականաբար ժառանգել է այդ հիվանդությունը, չունի ոչ մի բարձրագույն կրթություն, իրավաբանական, իրավագիտական կամ вообще չունի բարձրագույն կրթություն, որտեղ դիպլոմը տվեցին վարչապետ դառնալուց հետո միայն, եւ նման մարդը նստում ասում է բենզինը վեկալավ շփրտեց դրան վրա վարվավ, всё նախաքննական մարմինը ասում է այո, բենզինը շփրտեց դրան վրա, սաղ քնած է 9:40 կամ 12:40 արգիշ բոզի տղա դու բանակ ես ծառա է Դու բանակում 12:40 քնած էիր, հա? Դու 12-ին մի զորամասում, մի կազարմի մեջ կարայր ցույց տայր 15 հոգի քնած մարդ։ Կարայր։ Կամ այդ նույն 15 հոգի քնած մարդը մի հատ պադյոմ բարից սաղ զարթնում էին։ Եքաշենքը վարվամա, ղբորոզ, քֆուր, քավ մի հոգի մարդ չեղա, որ աջալը քցի վրեն, դոշակը քցի վրեն դուրս գա։ Ասում էին դուրը փակվել էր, այդ դուրը խի փակվավ։ Դուրը խի փակվավ։ Ու ընկեր Ջեհուն էլ մի շաբաթ ժամանակ է տալիս Արայիկ Արությունյանին։ Ասում է քեզ մի շաբաթ ժամանակ, ինչ ուզում ես արա, ձեզի շանս տեխնիկան դուրս բերելու։ Մի շաբաթ հետո տեխնիկան հանքերով, մանքերով մենք բնը վերցնում ենք։ Եվ ընդամենը 2-3 օր հետո տեղի ունենում դիվերսիոն գործողություն Վարդենիս քաղաքում, այսինքն Վարդենիսի տարածքում եւ սեփական տան մեջ մարդիկ վառվում են։ Ունենց են վառվում, որ վառվում են։ Ոնց։ Չէ, ոնց։ Կա բանակ ծառայած մարդիկ հիմա իմ եթերը լսող։ Վարդան Ղուկասյանի բարերի մեջ սխալ բան կա։ Քնչական կոմիտեի հաղորդումը, որ ասում է 9:30 եկան պարկան քնելու։ 9:30 մարդապարկան քնելու բանակում, հա մի հոգի կարող է կամ երկուս։ Դուք չեք զգում, որ Նիկոլ Փաշինյան բոզի տղեն իր թիմով անում է հնարավորինս եւ անհնարինը պահելու Սերժ Սարգսյանի ոռը, պահելու Ռոբերտ Քոչարյանի ոռը։ Ձեզ դա չի թվում։ Ցույց տվեք մի հոգի մարդ, որը որ դատվեց, որ ինչա ասում Սերժ Սարգսյանը նեղ միջավայրում։ Ասում է դոգը ոսկորա իմ կոկորտին։ Սերժիկ Դոգը ոսկոր չի քո կոկորտին, դոգը ուրիշ բան է քո կոկորտին։ Դու, հենց իմինը դու, ես անգամ Նիկոլին բան չեմ ուզում ասել, որովհետև նա քո բոզի տղեն է եւ նա քո բանն է, կամակատարն է։ Մի րոպե։ Քո կամակատարն է։ Դու ես իան բերել։ Նա քո ինստրումենտն է, որը այսօր ոչնչացման է տանում Հայաստանի Հանրապետությունը։ Ադրբեջան երկիրը օրորի զորավարժանքները, տեխնիկա, էսի ջիպը բան վեկալմա, ագարկա կնգան տնմա կողը, մտում իանք մենակով զբոսնում են, մենակ դեմնա ցույց տալու, էլ չի ասում, սա MVD-ն, 7-ը, KGB-ի 7-ը, Spetsnaz-ը, Գրաժդանսկի հակած, բանը այդ ախրանան լծված է այդ սաղ մարշրուտի վրա մտում մարդու կնիկ ագարկա աղբի տղեկով հելը բան ֆրֆռում են բան Երևանով մեկ ես 2 օրա այս ինֆորմացիան իմ մեջ ես ինձ ուտում եի ասեմ չասեմ ես ենթադրությունները թողնում եմ ժողովրդին բայց նորմալ մտածող ժողովրդին որոնք որ բանակ են ծառայել ոչ թե 44 օրյա պատերազմի ժամանակ բանակ вообще չմտած որոշակի բոզի տղեկ ասում էին Այս թուփը, այս տեսանյութի մեջ էսպես է, նկարի մեջ այս թուփը ճյուղը մի քիչ վերև էր, տեսեք սարերը ձուն են, տեսանյութի մեջ սարերը կանաչ են, սա մոնտաժ է, ադրբեջանցի զինվորը զորամասի մեջտեղը կայնած, պլացի վրա Ադրբեջանի դրոշը բարձացնեմ, ես դրա մասին ինձ պատռում եմ, գոռում գոչում հայտարարում եմ, մի երկու բոզի տղա նոթբուքը դրել էին դեմները, այս սարը այսպես է, այս թուփը այնպես է, թուրքը զորամասի մեջ կայնած է։ Հիմա նույնը սա է,
Սա ես ուզում եմ որ հետևություն անեն բանակ ծառայած նորից եմ կրկնում ոչ թե պաշտպանության լավագույն դեպքում ՊՆ-ում կամ ռազմական ոստիկանության չայնիում նստած կոֆե խմողները բանակ ծառայած որ մի անձնա որ մի զինվորնա նախքին կամ որ մի աֆիցերնա նախքին համաձայն քննչական կոմիտեի այս վերսիայի հետ եւ ինչքանով կա տրամաբանություն ռուսական կողմի տված տեղեկատվությանը որ ուշադրությունը շեղվեց եւ տեխնիկան համվեց եւ որքանով է սրանից Նիկոլ Փաշինյանը միամիտ մարդ կամ չխառնված դրա մեջ դու ով ես այ բոզի տղա դու ոչ վարչապետ այսինքն ոչ բան տիրավաբան ես եղել ոչ դատախազ է ով ես դու որ հաջորդ օրը կառավարության նիստի ժամանակ հայտարարում ես ասում ես կանեստերը քցին վառվավ այտենցել փոխանակասի դեպքի վայրը պահպանվել է այդ երեխեքին որ մտետեսել եք ով ոնց էր քնած ինչիա վառվե խիա վառվե ոնց է վառվե ինքը հարցը տա որ ինքն է եզրակացություն հայտնում բանի այդ սուրմալուի նման ասում է գմփիկ էր մի հատ վիդեո մենք չտեսանք ծասկին բանարին արդին գրանց սո վերջացավ հիմա ես նույնպես այս երեխեքի բան միջադեպը նույնն էլ բան այդ Արցախը սիրուն հանձնին այն նրան հլամասում է դու թալանել ես այն նրան ասում է դու բոզի տղա ես այսենց իար ծծնելով ճակերտավոր ժողովրդին գժի գյոտի տեղ դնելով մարդիկ երկերը ծախելով գնում են առաջ մերկու հատ էլ պորրիկիցանունդի վեգալե գցել են մեդան ոնց որ Վազգենի Թուրնովեն Արման Բաբաջանյան բոզի տղեն մեկը չկա տեսեք մի հատ լրագրող չգնաց ասել Արման Բաբաջանը հլարի մորը ծծծնեն հլարի դու Շուշիի մշակույթի տան մեջ ինչ էիր անում ով էր դու բան է Ռակասովսկին էիր Ժուկովն էիր Գերինգն էիր Գիմլերն էիր թե չգիտեմ Ադոլֆ Հիտլերն էիր դու այդտեղ ինչ էիր անում դու միլիցեքին հավքել էիր այդտեղ որ ինչ անեիր դու այդից լայվ խիս մտե բոզի տղա պատերազմի ժամանակ չկա այդ հարց տվող չկա Եվրոպայա գնամ բոզի տղեն Վրաստան 2006 թվականից այդ խռտեղ տնող չկա ոչ մի Ղարաբաղյան կլանի չինովնիկի տղա կամ բոզի տղա 44 օրյա պատերազմի ժամանակ չզոհվեց չվիրավորվավ մենք չֆիքսեցինք որ Բակոյի տղեն Արկադի Ղուկասյանի տղեն ով ամերիկաները ծծմա ու մի հատ էլ հլմ հայտարարում ասում է փող չունեմ ես փող չունեմ ես դրանց Սրանից եմ մուրեմ, նրանից եմ մուրեմ, որ իմ Ամերիկայում սովորելու ուսման վարձը տամ, դու ես բոզի տղուն նայի, Արկադի Ղուկասյանի տղեն ասեմ։ Իսկ մեկը կողից չասեմ, տղա ջան, Արցախի դեսպանատան ասպես կոչված շենքը, պապայինը տա, ծախի ուսման վարձը տուր։ Ոչ թե գնա սրան չամռվի, նրան չամռվի, բոզալացը դի, որ մտում դու փող չունես։ Պապայի տասա փողերն ուր են, այ պապա։ Մի հատ էլ բան անեմ, այդ դրանց լակոտները, ուրա Արայիկ Հարությունյանի ագարկա կինը ուրա, այդ 15 զինվորների մայրերը, հիմա պիտի գնային Արայիկ Հարությունյանի կնգամ մազերից բռնեն, գետնովը տան ասեն, այ պորնիկ, այ բոզի տղա, դե հիմա մեր երեխեքին հետու, մեր փողերը հետու, այդ նույն Ղարաբաղցիները, որոնք այսօր դարել են նամուսով նստել են ձեր տեղը։ Հենց գնացեք ձեր պրեզիդենտների կնանիքին բռնեք ծսրեք։ Երևանյան 20 շենքից մի լավ բան սովորեք գոնե։ Այ ապուշներ։ Երկու օր ես չեմ քնել։ Հիմա դուք գնացեք, նստեք, գցեք բռնեք, մտածեք։ Քննչական կոմիտեի հայտարարությունը ես հատուկ ձեր համար նորից հեսա խնդրեմ թարմացնեմ իմ Telegram կանալում։ Մտեք, նայեք, մտածեք, վերհիշեք, համեմատեք, տարեք բերեք եւ որոշեք։ Կա ճշմարտություն ռուսական կողմի փոխանցած տեղեկության մեջ, թե ոչ։ Հիմա կասեն Վարդան Ղուկասյանը ռուսական ագենտ է, քանի կար ամերիկյան ագենտ է։ Լոնդոնյան, չէ, Լոնդոն, Սորոս, մի րոպե տակնել գրեմ, խնդրեմ բառը։ Մտեք, նայեք, կարդացեք եւ հասկացեք, որ չկա նախկին, չկա ներկա, կա ընդամենը մի կլան,
ռոբասերժական բոզի տղեկի կլան, որի մեջ մտնում է այս իշխանությունը, Արցախի իշխանավորները, ռոբիկականները, սերժականները, որոնք իրենց շատ լավ են զգում, ոչ մի խնդիր չունեն, շատ լավ։ 2018 թվականից հետո բացարձակապես ոչ մի խնդիր։ Իրապես ինչ որ դες մաղթում եմ բարի գիշեր, հաջողություն։